Օրվա խորհուրդը մեր անցյալի խորը ցավն է, ներկայի հիշողությունը եւ ապագայի պահանջատիրությունը, որից ածանցվում է պատժի պահանջատիրությունը եւ կանխարգելումը հետագա ցեղասպանությունների ու էթնիկ զտումների։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղերձին, Նիկոլ Փաշինյանի ուղերձներին ես բոլորին վերաբերվել եմ շատ անլուրջ, պետականաքանդ, հայակործան, հետեւաբար վերջերս նույնիսկ չեմ էլ լսում ինչ ասում։ Երեկվանից ակտիվորեն քննադատում են նաև ջահերով երկրից առաջ եւ ունեցած Թուրքիայի դրոշի այրման գործընթացը, ասում են, որ անթույլատրելի ու դատապարտելի արարք է։ Դե Նիկոլ Փաշինյանը սպասարկում է դա պատահական չի, սպասարկում է թուրքական շահերը եւ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ծրագիր է գործարկել, հետեւաբար կարող է դատապարտել ցանկացած հակաթուրքական եւ հակաադրբեջանական արարք, բայց երբևէ մենք չենք նկատի, որ դատապարտի արևմտյան Ադրբեջան թեզերը եւ հետ իր գործողություններով նպաստի, որպիսի հայի հիշողության մեջ ջնջվի եղերնը, ջնջվի մեր պատմական հիշողությունը եւ մենք նույնիսկ չենք էլ լսել Նիկոլ Փաշինյանից, ես ամենայն դեպս չեմ լսել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջնորդանից եկեղեցու ապամոնտաժման դատապարտման որևէ խոսք։ Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի պարագայում նորմալ է։ Հանրությունում դա քննարկման հարց չեն դարձնել, դա է իր որևէ դատապարտում իրականացնելու է, թե ոչ։ Չէ, դա եմ ասում, ասած որ չեն կարող։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյանը հետեւաբար եւս մեկ անգամ հիմնավորում է ձեր ասածը, որ սպասարկում է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահերը։ Այսօրվա թրքամետ իշխանության շարունակ կառավարումը, եթե հունիսի 7-ին շարունակեն իրենք ընտրվել եւ կառավարել, արդյոք մենք ապրիլի 24-ը միգուցե լրիվ կորցնենք այս կոթողը նույնպես եւ միգուցե ապրիլի 24-ը արդեն վերափոխվի այլ անվամբ եւ լիովին ջնջվի մեր ցեղասպանություն բառը մեր պատմության մեջից։ Չեմ կարծում, որովհետեւ մենք եւ դուք միասին դա թույլ չենք տա, անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը որտեղ կլինի եւ ինչ գործողություններով հանդես կգա, հայ ինքնության պահպանման հետագա ցեղասպանության ճանաչման, ցեղասպանության դատապարտման եւ պատժի ենթարկման քաղաքականությունը իսկական էթնիկ հայերով մենք շարունակելու ենք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։